Ինչպես դիմել աշխատանքի, հա, ինչպես ներկայանալ աշխատանքի ընդունվելից Գերմանիայում, Եվրոպայում, խոսքը արևմտյան Եվրոպա երկրների մասին է։ Մի կողմից շատ հասկանալի է, մանավանդ ինչպես գնալ, չգիտեմ, աշխատանքի ընդունվել Եվրոպայում, մի կողմից թվում է, որ այս ինչ է խոսում, բայց երեխեք ջան ուշադիր, հիմա ես նյուանսների մասին կխոսեմ։ Առաջին ինչպես դիմել աշխատանքի, քանի որ գիտենք, մեր այս Եվրոպան, մեր Գերմանիան, բյուրոկրատական պետությունը ուշքները գնում է թղթաբանությունից եւ ամեն ինչ սահմանված է։ Այսինքն, եթե դուք գրում եք անպայման մոտիվացիոն նամակը, հա, անպայման գրում եք, թե առաջինը, որտեղ եք դուք տեսել այդ հայտարարությունը, ուսը այնքան ինչն է հետաքրքիր, որ բոլորինը սկսում է միևնույն նախադասությունից «Sehr geehrte Damen und Herren, այսինչ սայթում տեսել եմ ձեր հայտարարությունը եւ պահանջները եւ այս աշխատատեղը սահմանվում են համապատասխանում են իմ բոլոր պատկերացումներին եւ ես այնց ուշքս գնում եմ ուզում եմ ձեր մոտ աշխատեմ»։ Բայց ժողովուրդ չեմ պատասխանել, թե պատասխանել մի րոպե։ Ja, okay, vielen Dank. Schönen Tag noch. Tschüss. Tschüss. Ժողովուրդ կներեք։ В общем, ինչ է ուզում ձեզ ասեմ, հա, ուրեմն երեխեք ջան, ու պետք է միշտ տենց լինի, այսինքն կա ձև սահմանված, կարող եք Google-ում էլ search տալ եւ այդ սահմանված ձևը պարտադիր է։ Այսինքն իրանք որ մի հատ նամակ տեսնեն, որը որ լրիվ ուրիշ ձև է, այսպես գրված եւ լրիվ ուրիշ բաներ կան, այդ բան կլինեն։ Մի տեսակ իրոք չեն ընդունի։ Ուզում եք դուք Նոբելյան մրցանակակիր լինեք։ Դե ասում եմ, շատ կոնսերվատիվ են, երբեմն նաեւ շատ քառակուսի հիմա բան արեք, տոմատները իմ վրա շպրտեք, ձվերը ոչ խաշած, բայց դե այդպես է։ Բյուրոկրատիան մնում է բյուրոկրատիա։ Պետք է ներկայացնեք, թե առաջին հերթին այս հարցերին պատասխանել, ինչու իրենք պետք է ընդունեն եւ ինչ առավելություններ դուք ունեք այլ մարդկանց նկատմամբ։ Եթե օրինակ դուք մի քանի տարի եք Գերմանիայում եք ապրում, անպայման գրեք, որ ես նոր եմ Գերմանիայում, բայց ունեմ այսինչ լեզվի մակարդակ, որտեղ շատ դեպքերում հենց պահանջների մեջ չկա լեզու, բայց դուք իրանց ոնց որ տեղեկացրեք, որ բաներից են, որ ասում եմ, ես իմ ուրդուց չեմ եկել, էլի, երկու տառ չգիտեմ, երկու բառ չգիտեմ, որ կարող եմ խոսել եւ ասեք, եթե օրինակ ստեղծագործական աշխատանքը ասեք, որ ձեր միգրացիոն փորձառությունը կարող է ձեզ օգնել եւ ընդհանուր աշխատանքի մեջ օգտակար լինել, այսինքն նաեւ գրեք, որ հենց չի որ մենակ դուք եք դրական բաներ ստանալու, իրենք էլ ունեն այդ հնարավորությունը, հա, անպայման sense ձևականությունները ինչով են պայմանավորված, պիտի գրեք, որ sense գիշերներ եք չես քնում, այդ աշխատանքի մասն ես երազում, դե բնականաբար սիրելիներ, sense պետք է չչափանցնել, բայց շատ կոռեկտ, շատ sense բառերով, շատ sense ցիվիլ ձևով պետք է անպայման դա նշել։ Հիմա լուրջ եմ ասում, չեմ պատասխանելու։ Համել այդ ոնց որ ուրիշ համարից է, լավ։ Այդ իրանք են զանգում մեր խոսքով։ Հետո սիրելիներ, ինչ հետաքրքիր բան կա, անպայման, եթե դուք գրում եք այսպես Lebenslauf, այդ մեր հայերեն ասված CV-ն է, CV-ն անպայման sense արցակ ձևով չեք գրում, անպայման գրում եք աղյուսակներով, առանց լրացուցիչ ինֆորմացիայի, գրում եք այսինչ թվին ավարտել եմ դպրոցը, այսինչ թվին համալսարան եմ ընդունվել, այսինչ ես եմ արել եւ այլն։ Հաջորդը այդ քո զուտ աղյուսակում քո կրթությունը, հետո աշխատանքը եւ այլն ավելնորդ բաներ պետք չի։ Օրինակ ես շատ եմ սիրում այդպես մի քիչ չափազանցնել ու նաեւ աշխատանքի մեջ գրել այնպիսի բաներ, որոնք այդ օրինակ աշխատանքի համար պետք չեն։ Դիցուկ, հա, եւ ամենակարևորը սիրելիներ, շատ լինի, քիչ չլինի ձևով չենք գնում եւ ես ինքս փորձառություն եմ ունեցել եւ մեր աղջիկներից մեկին էլ խորհուրդ էի տվել, որ եթե այստեղ օրինակ դիմում ես մանավանդ Ausbildung-ի համար, ուշադիր եղեք, եթե դուք Հայաստանում արել եք ինչ-որ Ամերիկայի դեսպանատան, Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ ինչ-որ ծրագրեր, մի 1000 տեղ գնացել եք եւ այլն, այդ ամեն ինչը Հայաստանում sense wow էֆեկտ է տալիս, այդտեղ իրանք մի քիչ բան են, տենց ասում են, հոպ ախպեր
հասկացանք, համստես արե, համդես արե, դու հիմա լրագրող ես, դու հիմա տնտեսագետ ես, դու ինչ ես, այսինքն պետք է շատ ուշադիր ֆիլտրեք, արդեն հարց առաջամ, դու լրագրող ես, բան չի ես գնացել օրինակ իր առաջնորդների դպրոց, ու ինչքան շատ մանավանդ եթե Ամերիկայի հետ կապված, որ շատ եք այդպես Ամերիկայի հետ էս եկարեք, այս ծրագիրն եկարե եւ այլն, շատ պետք է չափերը չանցնել այդ առումով, օրինակ եթե դուք դիմում եք ինչ որ կանանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպության գործի բնականաբար դա պետք է։ Եթե դուք դիմում եք օրինակի համար ինչ որ տնտեսագետի գործի, որ պիտի ֆինանսական ինչ որ հաշվետվություններ անեք, այդ տեղեկատվությունը պետք չի։ Ամենակարևորը ժողովուրդ հարցազրույց գնալուց, հա, ձեզ հիմա կանչել են հարցազրույցի, հիմնականում Ausbildung-ի հարցազրույցի եւ աշխատանքի տեղավորման հարցազրույցի, հա, ինչպես գնալ հարցազրույցի։ Համալսարանի հարցազրույց չկա, համենայն դեպս այդ պետական բուհերում, էլի, օրինակ ես համալսարանում հարցազրույց չեմ անցկացրել։ Ժողովուրդ, օրինակ ցենց ոնց որ կսված են բրոշներս բան, ասենց վուլգար չեն գնում։ Ինչն է հետաքրքիր, դաժե ես ձեզ ասեմ, այս գերմանական հասարակությունը շատ ավելի կոնսերվատիվ է, ճիշտ է կան օրինակ ընտանեկան բժիշկներ ամբողջովին տատուիրովկեքով բանով, աշխատեք տատուիրովկաները այնուամենայնիվ այդպես փակել։ Եթե փիրսինգ ունեք եւ եթե շատ ինչ որ լուրջ բան է, աշխատեք այդ պահին փիրսինգը հանեք, հետո կարաք դնեք, էլի։ Շատ այդ առումով խիստ են այստեղ, շատ կոնսերվատիվ։ Հետո մաքսիմալ համեստ եւ մաքսիմալ այդտենց աչքի չընկնող։ Ինչն է հետաքրքիր։ Հայաստանը ոնց է, չէ՞ պատկասում, ջահել աղջիկ ես, գնում ես աշխատանքի ընդունում, ինչ են անում, կապլուկ են հագնում, յուբկային հագնում, չգիտեմ, քսվում են, մազերը սարքում են, երեխեք տենց գնանք, աֆիգետ կլինեն, չեն ասի, ես ինչի պաշտոնական աղջիկ է, Ասկի նախարարները այդպես գործի չեն գնում, էլ չեմ ասում, որ կասեն այն մարդ, այս ինչ, այս վատ առումով կտեսնեն, չեն ասի, որ տես ինչ աղջիկ է, ինչ ստիլ ունի եւ այլն, հակառակը դա շատ բացասական էֆեկտ է տալու եւ ձեզ տենց շատ թեթև սոլիկի տեղ կդնեն եւ իրենց կթվա, որ դուք բան եք, սենց եկել եք ստեղ ինչ որ բան էլի, ինչ որ սխալ տեղ եք եկել, կմտածեն եկել եք ինչ որ տղամարդ կպցնել, լուրջ չեն ընկալի, մաքսիմալ հանգիստ գույներով, օրինակ ես գժում եմ գունագեղ շորերի համար, գժում եմ սենց գժական, բայց օրինակ եթե հարցազրույց եմ, դե իմ այս բանը համալսարանական գործեր են, իմը մի քիչ ուրիշ է, բայց սիրելիներ, ինչ են անում, մաքսիմալ հանգիստ տոների մեջ, մաքսիմալ փակ, ներքը շատ թեթև գույնի մեջ, բայց եւ ոչ մի սպորտային շորեր, ոչ մի փնթի հենց այնքան որ քնից հելել եկել ես բոմժավարի, տենց էլ չէ։ Տղամարդկանց դեպքում անպայման կոստյում, անպայման այսպես շատ խնամված տեսք ունենալ եւ շատ այսպես ճճացող գույների կոստյումներ չլինեն, տենց լինում է, հա։ Չնայած տեղացիները շատ քիչ են տենց պայծառ գույներ հագնում, ասեն իմանաք։ Ինչպես պահել հարցազրույցի ժամանակ։ Օրինակ, քանի որ ես ցինիկ դեմք եմ համալսարանում ես պատմեմ ոնց էի գնացել մեր YouTube-յան թիմում համալսարանում ես աշխատում եմ ամիսը 15 ժամ, հա, քիչ եմ աշխատում, բայց ոնց որ թիմի։ Ուրեմն այս երեխեք, քանի որ ես լրագրողական անցյալ ունեմ, օրինակ այս երեխեքն էլ սա ինժեներ մեդիա ինֆորմատիկայի ժողովուրդն է, սա մեր ֆակուլտետի սա։ Երեխեք ջան, ով գալիս գնում է, բան ինձ ուզում մի խոսքով հետ եկանք։ Հա, երեխեք ջան, ինչ է ուզում ասել։ Տեսեք, ես նստել էի ու սկսում էի այնտեղ բան, ցինիկավարի չէ, բայց այն տիպը ես բան եմ, դե ես գիտեմ, լրագրող եմ, ինչ որ ես էի հարցեր տալիս։ Ու վերջում բնականաբար ինձ ընդունեցին, բայց ասում եմ, այտենց պետք չի անել, որովհետև իմը մի քիչ ուրիշ էր, էլի ուսանողներ էին, էլի, այսինքն իրանք հասկանում են, որ ես այդ առումով կարող եմ վիդեո նկարելուց, ինչ որ մոնտաժալուց այդքան պրոֆեսիոնալ չեմ, ինչքան որ օրինակ իրանք, չնայած ես բավականին պրոֆեսիոնալ անձնավորություն եմ, բայց իրանք լավ հասկանում եմ, որ այդ իմ լրագրողական բեքգրաունդը ինձ շատ ավելի այդպես բաների, իդեաների, գաղափարների բերելու այդ գործում, դրա համար ինձ ընդունեցին։ Իսկ սովորաբար տենց պետք չէ պահել ցինիկավարի, ոնց որ ես եմ ինձ պահում, մեկ-մեկ։ Պետք է շատ այսպես
որտեղ գիտեք ինչ դուք պատկերացնում եք, դուք շեֆ եք եւ գայսելն այդ ամբիցիոզ եւ սկսում է ասել թե որտեղ են ձմեռում խեցգետինները, հա, չնայած ես տենց անտակ չեմ բնականաբար, օրինակ եթե ձեզ ասեն որտեղ եք մեր ֆիրմայում 5 տարի հետո տեսնել, պետք չի ասել, օրինակ քո տեղը, այսինքն պետք է այնպես անես, որ գիտես ինչ, իմ երազանքն է ձեր մոտ աշխատելու եւ պատրաստ եմ գիշերները չքնել ձեր մոտ աշխատել եւ դուք վերջն եք եւ ես շատ sense ընտիր անձնավորություն եմ, ստրեսակայուն եմ, շատ ընկերասեր եմ, բոլորի հետ գլուխ եմ դնում եւ այլն, sense պետք է ներկայացնեք, եթե անգամ այդպեսին չեք։ Ու հենց այդ է հետաքրքիր, որ պետքա այդ ցույց տակ եւ մաքսիմալ համեստ, մաքսիմալ զուսպ, այսինքն չնստեք ու հա կարող եմ խնդալու բան ասեն, հա, չնայած այդ կապված է շատ այդ մարդուց, եթե այդ մարդը չոր եւ տափակ գլուխ է, դու էլ պետք է տենց քեզ չոր տափակ գլուխ պահես։ Հոգեբանները ոնց են ասում, իրանք ոնց քեզ պահում են, տենց են դու էլ հայլային ձևով նույն ձև պահի։ Անկամ հոգեբաններն ասում են, որ սենց ձեռը բարձրացրեց կամ սենց նստեց, դու էլ տենց նստիր ու կամած ոնց որ բան արա, կրկնորակի նրա օրինակ պահվածքը, նրա խոսելաձևը, հա, մեկ էլ եթե երբեք մի ասեք հարցազրույցի ժամանակ, չգիտեմ, օրինակ ձեզ ասեն, այս ինչ ծրագիրը գիտես, դու ասա, որ այդ ծրագրին ես մի քիչ ծանոթ եմ, բայց եթե դուք ինձ որոշակի ժամանակ տաք, ես այդ ծրագրին կարող եմ ավելի մոտիկից ծանոթանալ, հա, երբեք կատեգորիկ ոչ մի ասեք, այսինքն ինչը վերաբերվում է ձեր հմտություններին, եթե օրինակ ձեզ հարցնեն, ես ինչ բանում փորձ ունեք, ասեք ես մինչև այս պահին չեմ առնչվել, այդ բառը մի ասեք, փորձ չունեմ, մինչև այս պահը չեմ առնչվել այդ ոլորտին, բայց շատ լավ պատկերացնում եմ, ինչպես կարող է այդ ոլորտում այսինչ այնինչը տեղի ունենալ, հա։ Մի խոսքով սիրելիներ, անպայման գրեք, էլ ինչ հարցեր կան, ես անպայման դրանց կանդրադառնամ, այսքանով ձեզ ես հրաժեշտ եմ տալիս եւ շարունակում եմ իմ աշխատանքը։ Բան եմ, չի շատ խիստ տեսք ունեմ, սիրելիներ, շատ, բայց սիրունա չէ, ոճը շատ սիրունա երեխեք ջան, շատ սիրունա, ինչ խոսք։